Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատի կապարակնիկները հանվել են եւ այնտեղ ստուգումներ են իրականացվում, հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Նրա խոսքով քննչական կոմիտեի եւ ՊԿ աշխատակիցները հավանաբար ստուգում են ապրանքային մնացորդները։ Ստուգումները կարող են տևել 1-2 օր, իսկ դրանց ավարտից հետո փաստաբանի հույսով գործարանը կրկին չի կապարակնքվի։ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան։ Իսկ Մուլտիստոունի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան պահանջելով բացել իրենց աշխատավայրը։ Ես խնդրանքով դիմում եմ պարոն Փաշինյանին եւ կառավարությանը, որ մեր այդ հարցին լուծում տա։ 23 տարի աշխատում եմ ես այս հիմնարկում։ Մեր եկամտի միակ աղբյուրը այս հիմնարկից է։ Ուստի խնդրում եմ թող շուտ բացենք, աշխատենք, ի վիճակի չենք, չէ որ մեր եկամտի միակ աղբյուրն է, 100 մի ցավ ունենք, 100 մի դարդ ունենք, այդ ֆինանսը, այդ եկամտով ենք մենք կարում մեր ընտանիքը ապահովենք, խնդրում ենք պարոն Փաշինյանի եւ կառավարության այս հարցին լուծում տա։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարաս, անընդհատ գալիս ենք, ես առաջի դեպքն որ այս 23 տարվա մեջ այս դեպքը լինում է։ Կներեք, ուրիշ էլ ինչ կարամ ասել, ցավը տանը։ Ձեր եկամտի միակ աղբյուրն է միշտ։ Հա, միշտ սրանով է 23 տարի։ Մեր շեֆերը միշտ ժամանակին աշխատավարձերը տվել են, մեր բանվորներից նկատմամբ հարգալից են եղել։ Ուղղակի պարոն Փաշինյան, եթե հնարավոր է, եթե լսում եք, խնդրում ենք ուղղակի բացեք մեր գործարանը, որ կարանք մենք ապրենք, մենք մտնենք հունի մեջ, չգիտեմ ինչ ասեմ։ Դուք որպես ինչ եք աշխատում։ Հավաքարար։ Հավաքարար եմ աշխատում, բայց միշտ հարգանքով են վերաբերվել շեֆերը մեզ հետ, շատ լավ ա եղել։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Աշխատավարձերի ժամանակին ստացել ենք։ Ուղղակի պարոն Փաշինյանը թող վերանայի այս հարցը լուծում տա։ Այդքան մի բան եմ խնդրում, ուրիշ ոչ մի բան, կներեք։ Լոս Անջելեսում հանդիպում է անցկացվել ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, հայտնել է նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում արվեստի, մշակույթի, սպորտի, հասարակական եւ քաղաքական ոլորտի գործիչներ անդրադարձել են Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին, արտահայտելով իրենց դժգոհությունն ու հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի։ Ծառուկյանին ծանոթացել է մոտ 30 տարի առաջ, իր առաջին եկեղեցին էր կառուցում։ Մաղթենք Գագիկ Ծառուկյանին համբերություն, կարևորը առողջություն եւ Աստված տա իհարկե մի օր շուտ տեսնենք ազատության մեջ իրեն եւ մյուսներին, որոնք էս վերջի 1-2 ամսվա մեջ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի падգամավորական մանդատը ազատությանը, հայտնել է Հայաստան Դաշինքի падգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։ Նրա խոսքով Հայաստանի երկրորդ նախագահն արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում։ Հայաստան Դաշինքի ցուցակի հաջորդ 12 թեկնածուները կստանան падգամավորական մանդատներ, հայտնել է ցուցակի երկրորդ համար ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնում է падգամավորական մանդատը, նշելով, որ այդ որոշումը պայմանավորված է թիմի հանդեպ պատասխանատվությամբ։ Որ մանդատն ինձ համար 10-րդական է, ապացուցել եմ, բայց այս անգամ իմ մանդատից հրաժարվել չհրաժարվելու թեման շատ քննարկվեց, չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի, ոչլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել ով է, ով ինչի է արժանանալու։ Հիմա ասում եմ, մանդատը վերցնում եմ, հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։ Պարզվեց, ինչ որ մարդիկ շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու։ Հետ այսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։ Առանց համեստության չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։ Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։ Այս փուլում իմ պարտքն է լինել թիմի հետ, հատկապես Իշխան Սաղաթելյանի եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Վերջում մանդատով թե առանց ես Աղվան Վարդանյանն եմ։ Դուք ով եք։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է Կուրթան համայնքի բնակիչների հետ, քննարկելով գյուղատնտեսությանն ու համայնքի զարգացմանն առնչվող հարցեր։ Մեր այցելության նպատակը ի՞նչն է։ Մենակ ընտրությունից ընտրություն չեն գալիս։
ամեն անգամ գալու ենք ու ամեն անգամ խնդիր ենք ուզենալու դուք դնեք մեր առաջ։ Հայաստանը պատրաստ է ձկնամթերքի իրական արտահանում իրականացնել դեպի Եվրոպական միության շուկա։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ նախորդ տարի արված հայտարարությունից հետո, ըստ որի Եվրամիության երկրները բաց են հայկական ձկնամթերքի համար, էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացվել են անհրաժեշտ քաղաքականության մշակումներն ու գործողությունները։ Մեկ անգամ է գրանցում տեսչական մարմինը տնտեսվարողին եւ դրանից հետո անժամկետ ինքը համարվում է այդտեղ գրանցված։ Ստեղ կա մի կարևոր հարց, որ յուրաքանչյուր խմբականակը, այսինքն յուրաքանչյուր արտահանումը համարվում է մեկ խմբականակ, յուրաքանչյուր խմբականակի համար, այսինքն դա նույն ընթացակարգը կիրառվում է ԵԱՏՄ-ում եւ բոլոր մյուս պետություններում, այսինքն յուրաքանչյուր երկիր արտահանելու ժամանակ իրանք նոր հայտ են տալիս, որ ունենք տվյալ խմբականակի արտահանումը թրեսիս համակարգի միջոցով, այսինքն եթե մենք այն վաղ տալիս էինք ոչ էլեկտրոնային եղանակով սերտիֆիկատ էինք տալիս անասնաբուժական, հիմա թրեսիս համակարգի միջոցով արդեն ինքը լինում է թվայնացված, համ եվրոպական կողմն է դա տեսնում, համ տնտեսվարողը իր էջում, իր օգտատեր ստեղծված էջում տեսնում է, որ թույլատվությունը տրված է, դրանից հետո կարող է իրականացնել արտահանում։ Ինքը իրանով տենց ընթացակարգը որևէ բարդություն չի ներկայացնում, այսինքն հետագա աշխատելու համար բոլոր այն տնտեսվարողները, որոնք իրագործել են արտահանումներ, սա իրանց համար ծանոթ ընթացակարգը, ծանոթ քայլեր են, ստեղ մի բանը, որ ավելացել է, այդ առաջի փուլում, առաջին անգամ թրեսիսում գրանցվելու հարցն է, այսինքն մեկ անգամ ավել դիմում են ներկայացնում, որպեսզի լիազոր մարմինը իրենց գրանցի համակարգում, դրանից հետո նույն ընթացակարգով, այսինքն ոնց իրանք աշխատել են տարիներ շարունակ, նույն ընթացակարգով գնում են։ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց 3 ամսով տնային կալանքով համակցված գրավով 15 միլիոն դրամով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդել էր երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետի կալանքը եւս 3 ամսով։ Գյումրիի համայնքապետին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում կաշառք պահանջելու դատարանում արված հայտարարությունների հիման վրա խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։ Ճիշտ ասած երկու բան եմ ուզում ասել, բայց կկարի։ Պատվարժան տատական։ Նախ ուզում եմ մի երկու բառ ասել, ես 8-ից 10 անգամ ընդրվել եմ քաղաքապետ եւ ազգային ժողովի պատգամավոր։ Ոչ մի անգամ դատապարտություն չեմ ունեցել։ Եվ ընդհանուր իմ մասնակցությունը քաղաքապետի եւ ազգային ժողովի պատգամավորի ընտրություններին Գյումրիի ամենաշատ ծայրեր հավաքած ուրեմն քաղաքապետն եմ եւ տեխնազուն եմ եղել մինչեւ այսօր։ Այսինքն այդ ամբողջ քաղաքը ինձ վստահել է ու վստահում է իմ կատարած աշխատանքների եւ գործունեության համար։ Դա իմիջ այլից։ Երկրորդ, երբ որ տիրոջը խաչում էին, ինքը ասում էր, հայր, ները սրանց մեղքերը, զի ոչ գիտեն, զի ինչ գործեն։ Ամբողջ աշխարհի ջրերը ստեղծողը մինչև հիմա որ ջուրը ստեղծել է, մենք խմում ենք։ Խաչի վրա ջուր ուզեց, մարդիկ քացախ տվեցին։ Եվ այնտեղ միտեղ ասում է, թե եթե մի երեսիդ կխփեն մյուսն էլ դեն դուր, բայց եղբայրդ։ Մենք իրար եղբայրներ ենք, որովհետև մենք խոսում ենք հայոց լեզուն, մենք մկրտված ենք սուրբ առաքելական եկեղեցով եւ ուզում եմ այդ սկզբունքով մենք մեկս մյուսից նայենք եւ ասենք, ես մի բան ունեմ ասելու, ովքեր որ իմ նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված իրանց նորողամտությամբ նայի եւ արժանացնե իմացություն տա եւ արժանացնե Տիրոջ աչակողմյան դասին, ես որպես հավատացյալ մարդ այդքան բանն եմ ասում, մնացածն է ձեր խրջով ոնց գիտեք այդպես արեք։ Շնորհակալություն։ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել առողջապահության նախարարության տվյալներով գիշերվա ընթացքում շտապօգնությունը ստացել է 15 կանչ, որոնցից 6-ը հոսպիտալացվել են։ Հիվանդների հիմնական գանգատներն են ինքնազգացողության վատացումը, բարձր ջերմությունն ու որովայնի ցավը։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իրականացվում է անհրաժեշտ բուժումը։ Նախարարությունից հայտնում են, որ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառումներ եւ լաբորատոր փորձաքննություններ
հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով։ Միաժամանակ Veolia ջուրը հայտարարել է, որ խմելու ջրի պարբերական ստուգումների ընթացքում որակի շեղումներ չեն հայտնաբերվել։ Ընկերությունը սակայն լրացուցիչ նմուշառումներ է իրականացնում եւ հորդորում բնակիչներին առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկատվությամբ։ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան 3 երկրների Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ըստ նրա ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։ Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների, մեր տարածաշրջանի եւ հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր 3 հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի զարգացման համար։ Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են խորացնել դաշնակցային համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovի հետ բանակցությունների մեկնարկին։ Լավրովի խոսքով երկու երկրների միջև կանոնավոր շփումները բոլոր մակարդակներում նպաստում են 22 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկովյան հռչակագրի ներուժի լիարժեք իրագործմանը։ Չնայած պարբերաբար ծագող բարդություններին, մենք շարժվում ենք դեպի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկովյան հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտմանը, ասել է Լավրովը, ուշադրություն հրավիրելով նաև փաստաթղթի ստորագրման խորհրդանշական ամսաթվին 22/02/2022։